Ձեզ սիրելի բարեկամներ, Armix News ալիքի եթերում ժամանակի ձայնը հերինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Թողարկումը սկսելուց առաջ խնդրում եմ ձեզ սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել Armix News ալիքին։ Այսօր մեր տաղավարում է քաղաքագետ Էդգար Առաքելյանը։ Պարոն Առաքելյան, բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Եկեք սկսենք ամենակարևորագույն եւ մեզ համար որոշակի իմաստով, եթե կարելի ասել, տագնապների տեղիք տվող իրադարձության մասին ձեր մեկնաբանությունները լսելուց, ինչ է կատարվում մեր տարածաշրջանում, լայն իմաստով մերձավոր արևելքում եւ ինչպիսի հետագա զարգացումներ եք դուք ակնկալում։ Ցավալիորեն բնականաբար պատերազմը տեղի ունենում եւ իհարկե մեզ համար ցանկալի կլիներ, որպեսզի այդ ամբողջ խնդիրները լուծվեին ուրեմն դիվանագիտական ճանապարհով, սակայն ունենք այն ինչ որ ունենք։ Իհարկե կողմերը այստեղ յուրաքանչյուրը ունեն իրենց նպատակները։ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը ըստ էության ցանկանում են, որպեսզի Իրանը վերջնականապես համենայն դեպս այդպես հայտարարված է, Իրանը վերջնականապես ուրեմն դադարեցնի այդ միջուկային ծրագիրը, Իրանը չունենա հերահար այդ հրթիռները եւ դրանց արտադրությունը, իսկ Իրանը իր կողմից բնականաբար ցանկանում է պահպանել տարածաշրջանային իր ազդեցությունը մերձավոր արևելքում եւ այս երկու ուժերը պայքարում են յուրաքանչյուրը իրենց նպատակի համար։ Այստեղ բնականաբար մեզ համար թերևս ամենակարևորը մեր շահերն են, մեր հետաքրքրությունները։ Մեր շահերի տեսանկյունից բնականաբար ցանկալի է, որ կոնֆլիկտը, հակամարտությունը հնարավորինս շուտ այս առնվազն ռազմական իր այս փուլը հնարավորինս շուտ ավարտվի, քանի որ գիտենք, որ պատերազմը տեղի ունենում անմիջապես մեր հարևանությամբ, մենք գիտենք, որ Իրանի հետ ունենք ուրեմն առևտրատնտեսական եւ քաղաքական լուրջ հարաբերություններ, մյուս կողմից էլ մեր ռազմավարական գործընկերն է Միացյալ Նահանգները, ում հետ ունենք բավականին լուրջ էլի ծրագրեր, ինչպես արդեն հայտարարվել է բազմամիլիարդանոց եւ այստեղ բնականաբար մենք մի փոքր անհարմար իրավիճակում ենք, բայց միևնույն ժամանակ հույս ունեմ, որ առաջիկայում առնվազն այս պատերազմական ուրեմն փուլը, ռազմական փուլը կավարտվի։ Այդ ձեր պատասխանը իմ մեջ հարց առաջացրեց ձեզ լսելով, ասեցիք, որ ԱՄՆ-ի հետ ունենք բազմամիլիարդային այսպես ծրագրեր, արդյոք այս զարգացումները չեն խոչընդոտի այդ պայմանավորվածություններին, որովհետև հսկայական գումարներ է ծախսում, չէ՞, Ամերիկայի Միացյալ Նահանգները այս պատերազմի վրա, այսպես ասենք, ուղղակիորեն եւ միգուցե կկանգնի եւ ինչ որ ժամանակ ասի, որ ես դեռ չեմ կարող իրականացնել այն ծրագրերը, թրիպը եւ այլն, ինչը խոստացել եմ։ Չէ, իհարկե այդպիսի բան չի լինի, քանի որ նախ ասենք, որ Միացյալ Նահանգները թերևս ամենամեծ տնտեսություն ունեցող աշխարհի ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունն է եւ Հայաստանի հետ պայմանավորվածությունները բնականաբար չեն տուժելու նաեւ ֆինանսական տեսանկյունից։ Նախ նշենք, որ ծրագրերի մի մասը նաեւ վերաբերում է մասնավոր ընկերություններին, տվյալ դեպքում մենք գիտենք արհեստական բանականության հետ կապված, արհեստական բանականության հետ գործարանի չիպերի հետագայում արտադրության, դրանք վերաբերում են մասնավոր ընկերություններին եւ այս պատերազմը այդ տեսանկյունից ընդհակառակը ես կարծում եմ, որ նաեւ Հայաստանի համար միգուցե նոր հնարավորություններ է բացելու, այն առումով մենք գիտենք, որ Իրանը օրինակ հարվածել է ուրեմն Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող դատա կենտրոնին, որը բավականին խոշոր դատա կենտրոն է, տվյալների կենտրոն, եւ այդ տեսանկյունից Հայաստանում կառուցող այդ տվյալների կենտրոնը արհեստական բանականության իր նշանակությունը շատ ավելի է բարձրացնում, քանի որ փաստացի Հայաստանը կարող է այլընտրանքային հնարավորություն լինել այն ընկերությունների համար, ովքեր օգտվում են այդ դատա կենտրոններից։ Իսկ թրիպի հետ կապված ես կարծում եմ, որ այստեղ էլ մենք ֆինանսական առումով խնդիրներ չենք ունենա, քանի որ առնվազն առաջի փուլի մենք գիտենք 140 միլիոն դոլարի մասին էր խոսքը գնում այդ առաջի փուլի
հատկացումները կան, այսինքն բյուջեում կարծում եմ այդ գումարները կան, իսկ արդեն հետագա փուլերը բանակցային եւ արդեն առաջիկայում պայմանավորվածությունների գալու այսպես խնդիր է եւ մեծ առումով ես համոզված եմ, որ որևէ խոչընդոտ չի առաջանա այս ծրագրերի կյանքի կոչելու հարցում։ Իսկ բոլոր դեպքերում, քանի որ այսպես ավանդաբար Թուրքիան նատոյական երկիր է, Ադրբեջանի հետ նույնպես Ամերիկայի Միացյալ Նահանգները վերջերս կնքեցին դարձյալ ռազմավարական համագործակցության համաձայնագիր եւ նաեւ պատերազմը, քանի որ արդեն ընթացքի մեջ է ցավոք, կարող է այստեղ ինչ որ միտեղ ոչ նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների կամոք կանաչ լույս վառվի Թուրքիայի եւ Ադրբեջանի համար իրենց հակահայկական նկարտումների մեջ։ Ոչ, ես համոզված եմ, որ նման բան տեղի չունենա։ Դուք նշեցիք, որ Ադրբեջանը Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերն է եւ նման փաստաթուղթ է ստորագրել, եթե չեմ սխալվում, մոտ 1 ամիս առաջ, պետք է փաստենք, որ դրանից 1 տարի առաջ Ադրբեջանից առաջ Հայաստանը նման փաստաթուղթ ստորագրել եւ այստեղ Հայաստանի նկատմամբ որևէ եթե նկատի ունեք ռազմական ինչ որ ոտնձգություն, ես բացառում եմ, քանի որ կա Միացյալ Նահանգներում ստորագրված օգոստոսի 8-ի փաստաթղթերը, որոնք բացառում են նման սցենարները։ Այսինքն գտնում եք, որ օգոստոսի 8-ը դա մեզ համար անվտանգային պատնեշ է, հա։ Այո, օգոստոսի 8-ը մեր համար եւ անվտանգային պատնեշ է եւ օգոստոսի 8-ը մեզ համար նաեւ տնտեսական հնարավորություններ է բացում արդեն Հայաստան-Միացյալ Նահանգներ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից եւ Միացյալ Նահանգների հետ ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը նույնպես մեզ համար անվտանգային եւ տնտեսական հնարավորություններ են եւ այս տեսանկյունից ես կարծում եմ, որ որքան էլ ուրեմն Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, այնուամենայնիվ դա չի նշանակում, որ Թուրքիան կարող է Հայաստանի նկատմամբ որևէ ոտնձգություն անել։ Ընդհակառակը ես կարծում եմ, որ այս պատերազմով տարածաշրջանում որոշակի հնարավորություններ հատկապես կոմունիկացիոն նեղանում են եւ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա սահմանների բացումը եւ ապաշրջափակումը շատ կարեւոր հնարավորություն կլինի եւ նախ եւ առաջ մեր համար, հետո Թուրքիայի, Ադրբեջանի, հետո տարածաշրջանի այլ երկրների համար, այնպես որ հենց Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի եւ արտատարածաշրջանային այլ երկրների շահերից է բխում, որ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները կարգավորվեն։ Պարոն Արաքելյան, իսկ ինչ եք կարծում, բոլոր դեպքերում Իրանի դեմ գործող այն ուժերը, առավելապես Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իսրայել, նաև ակնկալում էին եւ հիմա էլ են գուցե ակնկալում, որ այս գործողությունների հետևանքով Իրանում տեղի կունենա վարչակարգի փոփոխություն։ Այսինքն իրենց համար այդքան անընդունելի Իրանի ներկայիս կրոնապետական վարչակարգը կփոխվի։ Բայց կարծես թե ինչպես դիտարկում ենք որևէ ներքին լուրջ տեղաշարժ, հեղափոխական, քաղաքական տեղաշարժ դեռևս տեղի չի ունենում։ Ինչ է կարծում, պատերազմը այնքան կձգձգեն եւ այնքան կերկարաձգեն հակաիրանական այդ ուժերը, մինչ վարչակարգը փոխվի, թե պարզապես իրենք, այսպես ասած, որպես ավելի ուժեղ կողմ, ինչպես նաեւ էլի ոմանք են կանխատեսում բոլոր դեպքերում ռազմական այդ բալանսը Իրանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների կբերի նրան, որ ցամաքային պատերազմ էլ տեղի կունենա, ցամաքային գործողություններ էլ կսկսվեն եւ վերջիվերջո դա կավարտվի Իրանի պարտությամբ, իրանական գործող վարչակարգի պարտությամբ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը այսպես ուժով արդեն մտնելով Իրան կստիպեն, կոպիտ ասած, վարչակարգի փոփոխություն։ Ես չեմ կարծում, որ ցամաքային գործողություններ կսկսվեն, քանի որ ցամաքային գործողություններում ընդհակառակը ես կարծում եմ, որ առավելությունը կլինի Իրանի կողմը պայմանավորված թե բանակի թվականակով եւ թե նաեւ որոշակի մոտիվացիայով իրանական հասարակությունը այդ պարագայում կարող է
ընդհակառակը ուրեմն համախմբվել տվյալ պահի իշխանությունների կամ ռեժիմի կողքին եւ այդ տեսանկյունից ես կարծում եմ, որ ցամաքային գործողությունները ստրատեգիական սխալ կլինեն Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համար եւ կարծում եմ իրենք էլ դա գիտակցում են եւ պատահական չի, որ իրենք ցանկանում են օգտագործել Իրաքում քրդերի, այդ ջոկատները կամ քրդերի զինված միավորումները, որից հրաժարվեցին նույն իրենք քրդերը, Իրանի դեմ օգտագործելու, պատահական չի, որ իրենք ուզում էին հենց քրդերի միջոցով անել, քանի որ հասկանում են, որ իրենք, հենց ամերիկյան զորքերով կամ իսրայելական զորքերով դա կարող է վտանգ ներկայացնել նախ եւ առաջ ներքաղաքական կոնսոլիդացիայի առումով, դրանով իրենք կարող են կոնսոլիդացնել հասարակությանը հենց այդ պահի գործող իշխանությունների ռեժիմի շուրջը, դրա համար ես կարծում եմ, որ ցամաքային գործողությունները այնուամենայնիվ մասշտաբային սպասել պետք չի, իսկ ինչ վերաբերում է մնացած հարցերին, ապա կարծում եմ, որ ժամանակի ընթացքում պարզ կլինի, թե որ կողմը ինչքան հնարավորություններ ունի, իհարկե Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համար ցանկալի է այս գործողությունները հնարավոր է շուտ ավարտեն, բայց միևնույն ժամանակ միգուցե Իրանը դիմադրելու շատ ավելի պոտենցիալ ունի, որը կարող է որոշ պլաններ փոխեն։ Իհարկե ուժերի հավասարակշռությունը խախտված է եւ դա խախտված է հօգուտ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի։ Մենք հասկանում ենք, որ Իրանը հատկապես ծովում բավականին լուրջ կորուստներ է ունեցել։ Մենք գիտենք, որ ծոցի երկրները ըստ էության իրենց տարածքները տրամադրում են Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին Իրանի դեմ գործողությունների, այսինքն երբ որ մենք դիտարկում ենք քարտեզը, ապա Իրանի համար այդքան էլ բարենպաստ իրավիճակ չէ եւ ժամանակը ցույց կտա, ես կարծում եմ առաջիկա շաբաթը վճռորոշ կլինի եւ մենք ըստ էության կհասկանանք, թե գործընթացը որ ուղղությամբ է գնում։ Ինչ վերաբերում ներքին այդ ռեժիմի փոփոխությանը, դա էլ էլի ժամանակի հարց է, մենք գիտենք, որ արդեն նոր այաթոլլա է ընտրվել եւ առաջիկայում պարզ կլինի նաեւ այս առումով թե զարգացումները ինչպես կգնան, մենք գիտենք, որ իսրայելական եւ ամերիկյան կողմից հայտարարություններ են եղել, որ մենք ուրեմն ցանկացած պարագայում նոր այաթոլլայի ընտրության պարագայում ուրեմն կհարվածեն էլի, այդ նոր ընտրված Այսինքն մենք չենք ուզում, որ որևէ այաթոլլա լինի, ես այդպես ասում եմ։ Տեսեք, չէ, ես կարծում եմ հետեւյալը, որքանով որ հասկացել եմ Թրամփի հայտարարություններից, այստեղ կա, ես կարծում եմ, տարբերություն Միացյալ Նահանգների եւ Իսրայելի մոտեցումների մեջ։ Այո, միգուցե Իսրայելը չի ցանկանում որևէ, այաթոլլայի ընտրություն, բայց Թրամփի հայտարարությունից հասկանալի է, որ իրենց համար ըստ էության խնդիր չի, մեծ առումով, եթե վերջնականորեն այնուամենայնիվ հնարավոր չլինի տապալել ուրեմն այաթոլլայի իշխանությունը, բերել աշխարհիկ իշխանության, ապա իրենց համար ըստ էության խնդիր չի նոր այաթոլլան, խնդիրը այդ այաթոլլայի անձը եւ Միացյալ Նահանգները իդեմս Թրամփի ակնկալում է այնպիսի անձնավորություն, որը կգնա բանակցությունների, ընդառաջ կգնա Միացյալ Նահանգներին։ Այստեղ ես կարծում եմ կա Իսրայելի եւ Միացյալ Նահանգների մոտեցումների տարբերություն։ Այո, բայց պարոն Արաքելյան, էլի լավ տեղ բերեցիք, բայց ինչպես ցույց տվեց ժամանակը, ԱՄՆ-ի նախորդ դեմոկրատական վարչակարգը, հակաթրամփյան այսպես ասած վարչակարգը, կարծես թե турք չէր տալիս այս դեպքում Թրամփի դեպքում, որովհետեւ հիմա այսպես ըստ օդում կախված լուրերին Թրամփը ըստ նաև գոյություն ունեցող տեսակետի, որին չգիտեմ դուք համաձայն կլինեք թե ոչ, Թրամփը լրիվ ենթարկում է իսրայելական լոբբիի, այսպես ասած, իսրայելամետ ուժերի թելադրանքին։ Եվ դա անգամ կան կարծիքներ, որ Թրամփը իրականում, եթե իրեն թողնեին, այդպես չէր անի, բայց իսրայելական հրեական լոբբին նրան ստիպեց, որ գնա այս քայլին, հերթական պատերազմական գործողությանը։ Ինչ է կարծում, ամեն դեպքում շատ ավելի լավ չի, որ Ամերիկայում լինի այնպիսի մտայնություն կամ այնպիսի վարչակարգ, որ
պարզապես տուրք չտա իսրայելական լոբբիի եւ մասնավորապես բավականին միջազգային հանրության մեջ այսպես ասած ծայրահեղականի կամ անգամ ֆաշիստի համբավ ունեցող Իսրայելի ներկայիս ղեկավարի։ Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգներում այնուամենայնիվ հրեական լոբբին բավականին ազդեցիկ է լինելու նաև առաջիկայում, անկախ նրանից թող կլինի իշխանության, բայց բնականաբար տարբերություն կար Թրամփի եւ օրինակ Բայդենի քաղաքականության միջև։ Մենք գիտենք, որ Բայդենը արգելակում էր Նեթանյահուի բոլոր գործողությունները կամ ոչ բոլոր գործողությունները, նա զսպում էր գնալ պատերազմի Իրանի հետ, իսկ Թրամփի եւ Նեթանյահուի ուրեմն տեսակետները այդ հարցում նույնն են, եւ բնականաբար այնտեղ կան նաեւ անձնական հարաբերություններ, մենք գիտենք Թրամփի փեսայի էթնիկ ծագումը ազգությամբ հրեա, մենք գիտենք իրենց հարաբերությունները Նեթանյահուի հետ էլի անձնական շատ լուրջ հարաբերություններ կան, եւ բնականաբար այս ամենը ազդում է նաեւ վարվող արտաքին քաղաքականության վրա։ Միջանձնային կապերը, դե միջանձնային կապերը, որքան էլ որ մենք հերքում ենք, այնուամենայնիվ քաղաքականության մեջ էլի հարցեր են լուծվում միջանձնային կապերով եւ դա ցույց է տվել բոլոր ժամանակների քաղաքականությունը եւ այդ առումով միջանձնային կապերը նաեւ այստեղ նույնպես դեր ունեն եւ ես կարծում եմ, որ այո, դեմոկրատական վարչակազմի պարագայում այլ կլիներ քաղաքականությունը, բայց ինչպես ասում են, ունենք այն ինչ ունենք, այսօր ունենք պատերազմներ հարևանությամբ եւ հուսանք, որ առաջիկա օրերին այդ պատերազմի այսպես այդ ռազմական ուրեմն փուլը կավարտվի։ Գանք մի քիչ մեր հայաստանյան ներքաղաքական իրականություն, այսօր արդեն կարծես թե այս նախընտրական քարոզարշավը ոչ պաշտոնական քարոզարշավը սկսել է։ Ուզում եմ նաև ձեր տեսակետը իմանալ, այսպես ասած, ընդդիմադիր հատվածների գործունեության վերաբերյալ, որովհետև շատ են խոսվում դրա մասին, որ Ռոբերտ Քոչարյանը այսպես, այսքան խնդրահարույց, բայց ամեն դեպքում դեռևս ինքը իր նախընտրական այս քարոզարշավը կասեցված չի կամ արգելափակված չի, տարբեր քրեական ինչ-որ խնդրահարույց ինչ-որ փաստերի արձանագրումով։ Նույն հաջողությամբ Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը ինչ է կանխատեսում, եւ նաեւ մի կողմից իշխանությունները ասում են նաեւ շատ ինքնավստահ, որ հա տեսնում եք մենք ինչքան սոցիալական դաշտում ինչպիսի լավ գործեր ենք անում եւ արդեն ընդդիմադիրներին էլ ասելիք չի մնում, նույնիսկ մեկը իշխանական շրջանակից ասեց, որ ընդդիմադիրները մի տեսակ խեղճացած են արդեն, որովհետեւ կարծես թե այն հարցերը, որ պիտի նրանք բարձրացնեին ընդդեմ իշխանության, մենք այդ հարցերը լուծում ենք, այդ սոցիալական այդ խնդիրները, բժշկական ապահովագրություն, թոշակների բարձրացում, չգիտեմ, շինարարություն, դպրոցաշինություն եւ այլն եւ այլն։ Ինչ է կարծում, գնալով այս զարգացումները կբերեն նրան, որ այս ըստ իշխանությունների խնդրահարույց քաղաքական ուժերի գործունեությունը մինչև ընտրությունները կկասեցվի, թե նրանց թույլ կտրվի, ինչպես 2021-ին դարձյալ մասնակցել ընտրություններին եւ դարձյալ հասնել որոշակի ցուցանիշների։ Տեսեք, այն որ քրեական գործեր են հարուցված, դա չի նշանակում, որ արգելվում է քաղաքական գործունեությունը։ Բայց մյուս կողմից էլ պետքա նաեւ հասկանանք, որ մեր քաղաքական դաշտը, այսպես ասենք, բաց ինչ-որ դռների ակցիա չի, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ տեղերից որոշեն մի օր գալ այստեղ զբաղվել քաղաքականությամբ եւ, չգիտեմ, խոսել պետության մասին։ Արգելվելու մասին էլի կա օրենսդրություն, եթե օրենսդրությամբ կան քաղաքական ուժեր, որոնց գործունեությունը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, դա նորմալ է, որ կարող են արգելվել, բայց այս պայդրության որևէ այսպես գործընթաց ես չեմ տեսել, որ նման գործընթաց կարող է արգելվել, ասենք ինչպես ասում են, 3 երկրի քաղաքացիություն ունեցող գործարարի մուտքը քաղաքական։ Եթե իմ կարծիքն եք ուզում հայտնել, ապա ես կողմ եմ, որպեսզի նման մարդիկ չհայտնվեն մեր քաղաքական դաշտում, քանի որ մարդիկ, որոնց կապիտալի, չգիտեմ, 70-80%-ը գտնվում է արտերկրում, մարդիկ, ովքեր ունեն եռաքաղաքացիություն, մարդիկ, որոնց
մշտական բնակության վայրը Հայաստանի Հանրապետությունը չի, այդ մարդիկ չպետք է Հայաստանում զբաղվեն քաղաքականությամբ, ինչի մեկ շատ կարևոր պատճառը, որովհետև այդ մարդիկ ունեն դրսից իրենց վրա շատ լուրջ ազդեցություններ եւ եթե իրենք գան իշխանության, Հայաստանում իշխանություն վերցնեն, ապա այդ դրսի երրորդ երկրների ազդեցությամբ են իրենք Հայաստանի Հանրապետությունում իշխանություն վերցնելու եւ իշխանություն վարելու եւ հետեւաբար դա իր մեջ պարունակում է շատ լուրջ ազգային անվտանգության ռիսկեր։ Այս ռիսկերը գնահատելու պարագայում միայն կարելի է խոսել իրենց թույլատրելու կամ չթույլատրելու մասին, իսկ կոնկրետ իմ անձնական տեսակետով ես կարծում եմ, որ մեր օրենսդրությունը այնպեսին պետք է լինի, որպեսզի նման մարդիկ չգան Հայաստանում, չգիտեմ, մի ամսվա, երկու ամսվա մեջ ինչ-որ քաղաքական շարժումներ ստեղծեն, քաղաքական ուժեր հիմնեն, հետո շատ փող ունենալու պարագայում գրասենյակներ ամբողջ Հայաստանում բացեն, հետո գան այստեղ ցանկանան իշխանություն։ Սա մեր համար այո ազգային անվտանգության սպառնալիքներ կարող է պարունակել եւ այս հարցերը պետք է լուծում ստան։ Ձեր ասացի տրամաբանությամբ, եթե շարժվենք, ուրեմն հիմա կասեն նաև կան իշխանական, այսպես ասած, իշխանամերձ շրջանակի գործարարներ, օրինակ կարող ենք մի քանիսին տվյալել Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն, նրանք էլ ունեն ըստ ձեզ դրսում ազդեցության ուժեր կապիտալ։ Խնդիրը ոչ թե ցանկացած կուսակցությունում գործարարների մասնակցությունը, այդ թվում նաև խորհրդարանում մանդատ ունենալը նորմալ է։ Խնդիրը հետևյալի մասն է, մարդիկ իհարկե եթե մենք խոսում ենք օրինակ Սամվել Կարապետյանի եւ օրինակ Խաչատուր Սուքիասյանի մասին, ակնհայտ է, չէ՞, որ տարբեր մարդիկ են, տարբեր ֆինանսական հնարավորությունները եւ իրենց ֆինանսների ծագման հնարավորությունով, այսինքն ակնհայտ է, չէ՞, որ Սամվել գտնում եք որ ծագումնաբանությունը պետք է ուսումնասիրվի, ակնհայտ է, չէ՞, որ Սամվել Կարապետյանի ուրեմն ամբողջ կապիտալի երևի 80-90%-ը գտնվում է Ռուսաստանում, չէ՞, ու նաև մեծ առումով Հայաստանից դուրս, զգալի մասը Ռուսաստանի Դաշնությունում, ճիշտ։ Ակնհայտ է, չէ՞, որ օրինակ նույն Խաչատուր այդպես է, ես ինքս անձամբ չգիտեմ, բայց որ դուք ասում եք ձեր ասենք տեսակետը, ես ինքս չգիտեմ, որ Սամվել Ալեքսանդր, ես լսել եմ, որ նրա Կարապետյանը ունի կապիտալ արտերկրում, մասնավորապես Ռուսաստանում, այսինքն նրա այսպես գործարար գործունեությունը ծավալվել է, սկսել է ծավալվել եւ թափ առնել Ռուսաստանում, բայց նաև ոչ միայն Ռուսաստանում, չէ՞։ Դրա համար եմ ասում, որ նաև Խաչատուր Սուքիասյանն էլ ասենք հիմա ինչպես վարվենք։ Տեսեք, դրա համար եմ ասում, Սամվել Կարապետյանի կապիտալի զգալի մասն է Հայաստանից դուրս, հասկանում եք, այսինքն զգալի մասը Հայաստանից դուրս է, եւ դա կարող է իր վրա ազդեցության շատ մեծ լծակներ ունենալ երրորդ երկրներից, տվյալ դեպքում Ռուսաստանի կողմից։ Իսկ օրենսդրությունը չի կարող դա կարգավորել։ Այո, օրենսդրությունը կարգավորում է եւ ես կարծում եմ որոշակի կարգավորումներ այստեղ կան, ես չեմ ուսումնասիրել, բայց այնուամենայնիվ մենք պետքա մի օր մեզ ապավագրենք նման խնդիրներից, քանի որ պատկերացրեք լավ Սամվել Կարապետյան չի ինչ որ Ջոնն է Միացյալ Նահանգներից, ունի շատ փող, որոշում է որ պետքա գա Հայաստանում մի քանի միլիարդ դոլար ծախսի ու իշխանություն այստեղ վերցնի։ Դա մեզ համար ընդունելի է։ Իհարկե ոչ ընդունելի չի։ Կարող է մարդ շատ փող ունենալ, պարոն Արաքելյան, նաև դրսում բիզնեսներ ունենալ, չէ՞։ Օրինակ այսօր ամերիկացի գործարարներ կարող են լինել որ տարբեր երկրներում, բայց լինի ներսում այնպիսի ամուր ճիշտ կարգավորվող օրենսդրություն, որ այդ ազդեցության պահը, ինչպես դուք նշեցիք, որի հետ համաձայն եմ ձեզ հետ, որ որևէ դրսի երկիր, իհարկե, եթե մենք անկախ պետություն ենք, չէ՞։ Ես ուզում եմ իրենց հայտարարությունը մեջ բերել։ Տեսեք, մարդիկ ասում են, որ եթե մենք գանք իշխանության, սահմանադրությունը փոխելու ենք այնպես, կարելու ենք մեր հոպարի հակով, որպեսզի մեր հոպարը չնայած ինքը սահմանադրությամբ արգելվում է եռաքաղաքացի է, բայց մենք անենց կանենք, որ ինքը դառնա վարչապետ, հասկացաք։ Այսինքն սա նշանակում է ինչ որ առումով իշխանության ուզուրպացիա։ Սա նշանակում է, որ իրանց համար այդ ձեր ասած այդ այնպիսի օրենսդրական հիմա կա այդ օրենսդրական կարգավորումներ, բայց այդ մարդիկ թքած ունեն այդ օրենսդրական կարգավորումների վրա եւ ասում են մենք հաշվի չենք առնում, որ մեր հոպարը Հայաստանում չի բնակվել, հաշվի չենք առնում, որ իր կապիտալի զգալի մասը դրսում է, հաշվի չենք առնում, չգիտեմ, տարբեր հանգամանքներ, այ որ մենք եկանք իշխանության, անենց ենք անելու, որ մեր հոպարը դառնա ուրեմն վարչապետ։ Այդ դրա մասին է նաեւ խոսքը։ Այդ շատ փող ունեցող դրսում ապրող, դրսի ուրեմն երրորդ երկրների ուրեմն աջակցություն
իշխանությունը վայելող այդ մարդիկ, որ գան Հայաստան, որոնք նաև դեմոկրատիայի հետ ընդհանրապես աղերսիվ առնչություն չունեն, իրանց համար իրանք ստեղծել են պետություն կամ պետական համակարգ, որը նախկինում ունենք, այսինքն օլիգարխի քաղաքական համակարգ, երբ որ մեկ օլիգարխը ստեղծել է կուսակցություն կամ քաղաքական ուժ եւ այդ քաղաքական ուժը Հայաստանում վերցրել է իշխանություն ու քաղաքական ու տնտեսական համակարգ իրար հետ սերտաճացել։ Մեր նախկին քաղաքական համակարգը այդպիսին էր։ Դրա համար մեր պետությունը հանդիպեց այն ճգնաժամերին, որին մենք հանդիպեցինք, թե պատերազմի տեսքով, թե տնտեսական ճգնաժամերի, թե տնտեսական թերի աճի, ուրեմն թե բանակի թերի զինման եւ պատրաստման, այսինքն դա էր պատճառը, երբ որ քաղաքական համակարգը սերտաճած էր տնտեսական համակարգի հետ, երբ որ մի քանի, այսինքն երբ որ տնտեսությունը բաժանված էր, քվոտավորված էր մի քանի անձանց միջև, որոնցից մեկն էլ հենց Կարապետյանների ընտանիքն էին, այդ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին չկար Հայաստանում տնտեսական մրցակցություն եւ հետեւաբար Հայաստանը դարձավ այս տարածաշրջանի ամենաթերի զարգացած թույլ պետությունը, որի զինված ուժերը ըստ էության կամ համեմատած առնվազն Ադրբեջանի հետ մեր զինված ուժերի բյուջեն մի քանի անգամներով, 3-4 անգամներով մեր զինված ուժերի բյուջեն ուրեմն հետ էր մնում Ադրբեջանի զինված ուժերի բյուջեից։ Հիմա կասեն դե Ադրբեջանը նավթ ուներ, այո Ադրբեջանը նավթ ուներ, բայց մենք էլ ունենք մոլիբդեն, ոսկի եւ այլն, այսինքն հենց դրա մասին է նաեւ խոսքը, որ չպետք է օլիգարխը գա Հայաստանում շատ փողեր ծախսի, քաղաքական կուսակցություն հիմնի, գա իշխանություն վերցնի ու քաղաքական իշխանությունը ծառայեցնի իր բիզնես եւ տնտեսական շահեր, որը պետության համար սպառնալիք է եւ ըստ էության պետությանը հասցնում է այն մակարդակին, ինչ մակարդակին մենք ունեինք 2018 թվականից առաջ։ Այսինքն ակնկալում եք, որ ձեր այս ասացի տրամաբանությամբ իշխանությունը քայլեր կանի, քայլեր կձեռնարկի, որպեսզի մասնավորապես Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան կուսակցությունը եւ նաեւ այլ ուժեր, որոնք ըստ ձեզ նախկինի տրամաբանությամբ են գործում եւ մտածում, չմասնակցեն այս ընտրություններին, ինչ եք կարծում, այս քայլերին ունակ է այսօրվա իշխանությունը, թե տեղի կունենա այն, ինչ որ, ինչպես ասեցի, տեղի ունեցավ 2021-ի օրինակով, երբ որ դարձյալ նմանատիպ ուժեր մասնակցեցին ձեր ասած այդ տրամաբանությամբ եւ որ ունեցան որոշակի քաղաքական ընտրական ցուցանիշներ։ Տեսեք, մեծ առումով իմ ասածը հետեւյալն է, որպես անհատ, որպես քաղաքագետ, ես ասում եմ, որ սա խնդիր է մեր համար, քանի որ սա ազգային անվտանգության ուղիղ խնդիր է։ Այդ մարդիկ չեն հայտարարել, որ մենք գանք սահմանադրություն այնպեսի ժողովրդավարական կսարքենք, որ եւ այլն։ Մարդիկ ասում են, որ մենք եկանք այդ սահմանադրությունն այնցենք անելու, որ մեր համար հարմար լինի, մեր հոպարի հարմար լինի, որպեսզի հոպարը դառնա ուրեմն վարչապետ ու թքած ունենք, թե սահմանադրությունը ինչ ասում, թքած ունենք, որ դա ազգային անվտանգության խնդիր է, քանի որ եթե գրեթե բոլոր երկրներում այդ բարիերները կան դրված, որ եթե դու այս երկրում չես ապրում, մշտական բնակություն չունես, եթե քո կապիտալի զգալի մասը դրսում է եւ այլն, իրավունք չունես գաս դեր իշխանության համար պայքարես։ Իմ ասածը այդ է, իմ ասածը կա այստեղ այդպիսի օրենսդրական կարգավորում։ Այստեղ օրենսդրական որոշակի կարգավորումներ կան, բայց ես չգիտեմ իշխանությունները ինչպես կվարվեն։ Բարձ է։ Ամեն դեպքում տեսեք Սամվել Կարապետյանի այդ 5 կետերը, չէ, կարող են շատերի համար բավականին գայթակղիչ լինել։ Տեսեք, այն ինչ որ եթե ձեր ասածով այդ կարգավորումները, ինչպես ասեցիք, չարվեն, իշխանությունների կողմից չգործադրվեն, Սամվել Կարապետյանը կարող է օգտագործել։ Ես չեմ կարծում, որ կետերը գայթակղիչ չեն, այդ կետերը պոպուլիստական են ու դրա վկայությունը այն է, երբ որ օրինակ իշխանությունները բարձրացրեցին կենսաթոշակները, այդ 10,000 դրամով, մարդիկ սկսեցին հայտարարել, որ սա ստիպել է Սամվել Կարապետյանը, որ բարձրացնի, կամ առողջական ապահովագրության այդ համակարգը որ ներդրվեց ու սրանք հարյուրավոր միլիոն դոլարների մասին է խոսքը, այսինքն սրանք 1, 2, 3 կամ տասնյակ միլիոնների մասին չի, հարյուրավոր միլիոն դոլարների սոցիալական ներդրումները արել ներկայիս կառավարությունը մեր երկրի եւ մեր քաղաքացիների կյանքը ավելի լավը դարձնելու համար եւ այս տեսանկյունից ես համոզված եմ որ Կարապետյանները չունեն այդ միջոցները կամ իրենց
նախորդ տարիների գործունեությամբ իրենք ապացուցել են, երբ որ իրանք հանդիսանում են Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի քաղաքական ու տնտեսական հնարաները, հա, ֆինանսական հնարանները, իրանք իրենց գործունեությամբ չեն ապացուցել, որ իրանք այսպես բաներ կանեին կամ պատրաստ են այսպես բաներ անելու, մեծ առումով իրենք կարող էին այն ժամանակ անեին, եթե ցանկանային, չեն ցանկացել։ Ասում են իշխանություն չունենք, դե այն ժամանակ փորձում էին անել։ Ես նշեցի, որ իրանք հանդիսանում են այդ ժամանակի իշխանությունների հենասյուներից, քաղաքական եւ ֆինանսական հենասյուներից մեկը։ Եվ եթե եւ այս տնտեսությունը, Հայաստանի տնտեսությունը, որ այդպիսի խղճուկ վիճակում էր իրան ժամանակ, ինչպես նշեցի, քվոտավորված էր եւ կային շատ սահմանափակ ընտանիքներ, որոնք տիրապետում էին այդ ուրեմն արտոնությունների Հայաստանի տնտեսության մեջ եւ այդ ընտանիքներից մեկը հենց Կարապետյանների ընտանիքն էր։ Ինչ է կարծում պարոն Առաքելյան, ընտրություններում գոնե այսօրվա պահի տրամաբանությամբ որ քաղաքական ուժի շանսերն են ավելի մեծ։ Իհարկե քաղաքացիական պայմանագիր կուսակցության շանսերը անհամեմատ ավելի մեծ են, քան դաշտում արկա քաղաքական ուժերին, դա ցույց է տվել նաև վերջին հարցումները, որտեղ ըստ էության քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մոտ 29-30% ուրեմն վարկանիշ ունի, իսկ իրենից հետո եկող ուժերը բավականին ցածր են, ավելին ասեմ, նախորդ հարցումների համեմատ երբ որ այդ նույն կազմակերպությունը, որը հարցում էր անցկացրել քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, գրեթե կրկնապատկել է իր ուրեմն ռեյտինգը եւ գնալով ես համոզված եմ, որ եթե նույն կազմակերպությունը էլի 1 ամիս ու կես հետո էլի հարցումներ անի, ապա ես համոզված եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարկանիշը շատ ավելի բարձր կլինի, ու սա պայմանավորված է շատ կարևոր հանգամանքով։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը առաջարկում է հստակ օրակարգ, հստակ տեսլական, քաղաքացիները գիտեն, թե ինչ է առաջարկում քաղաքացիական պայմանագիրը, ինչ հեռանկարով, իսկ մյուս ուժերը, տեսեք, այսօր այդ նույն ուժերի ուրեմն կարկառուն ներկայացուցիչներից մեկը հայտարարում է, հա, Վիտալի Բալասայանը, որ Հայաստանը պետքա լինի միութենական կազմի մեջ։ Այսինքն այն ինչ որ մենք երկար ժամանակ խոսում ենք, որ այս քաղաքական ուժերի նպատակը Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը ոչնչացնելն է, վերացնելն է, եւս մեկ անգամ փաստվում է այդ նույն Վիտալի Բալասայանի հայտարարությամբ, որ ըստ էության հանցագործությունը ու ձեր եթերում ես հանցագործության մասին նաև հայտարարություն եմ անում, որ Հայաստանի ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության դեմ հայտարարություն է տեղ ունեցել, կատարվել։ Ինչ է ասում Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանն էլ ասում է, դե լեզուն դարձնենք ռուսերենը պետական լեզու։ Ռոբերտ Քոչարյանը ասում է, դե պետք է էլի քննարկենք այդ միութենական կազմի մեջ մտնել չմտնելու հարցը եւ ասում է դեռ պետք է քննարկենք Հայաստանը անկախ լինելու այդ պոտենցիալը ունի թե չունի, այսպես շարունակ, այսինքն այս ուժերի գլխավոր նպատակը Հայաստանը այդ միութենական կազմի մեջ մտցնելն է եւ Հայաստանի անկախության վրա վերջնականորեն խաչ քաշելն է հանուն իրանց իշխանության, հանուն իրանց ֆինանսների, հանուն իրանց ուրեմն նախկինում արած ալան-թալանի, որպեսզի իրանք կարողանան այսօր դա պահեն։ Սա է իրանց միակ նպատակը եւ ես կարծում եմ ու համոզված եմ, որ այդ նպատակը իրականություն չի դառնա, քանի որ ինչպես նշեցի, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կհավաքի անհրաժեշտ ձայները, որպեսզի էլի Հայաստանում լինի իշխանություն եւ էլի թույլ չտանք, որպեսզի Հայաստանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դրվի։ Շնորհակալություն պարոն Առաքելյան, շնորհակալություն մեր տաղավար գալու եւ ձեր տեսակետները արտահայտելու համար։ Շնորհակալ։ Armix News ալիքի եթերում ժամանակի ձայնը հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն էր, մեր զրուցակիցն էր քաղաքագետ Էդգար Առաքելյանը։ Ես կրկին դիմում եմ մեր այն բարեկամներին, ովքեր արդեն հետևում են Armix News ալիքի մեր թողարկումներին, խնդրում եմ նրանց ընդամենը սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել Armix News ալիքին։ Այսօր այսքանը, շնորհակալություն, կհանդիպենք։